ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող տորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Ախր ինչի համբարձում ջան, ինչ ես այսքան ծախսարել։ Սով որ ես իրան տեսա, որ հեռախոսը փոխանցեմ, ինքը արդեն այդ սուպերմարկետի սայլակով էր։ Ինքը ձեր տան համար չէր այդ բերել, աշկիս իրանց տան առևտուրն է։ Աստղերը բացել են աչքերը։ Արտահայտվի Վարուժ ջան։ Հերիքա կանտերը սուտեք էլի։ Արամ բարի օր, ուր դեղես։ Տանը, ինչ կա որ։ Խոսալու բան կա այդ քիչում։ Խոսալու բան կա, արի խոսանք ախպեր։ Մարդ չկա 10 րոպեից տեղը։ Եղավ ապեր։ Գնացինք։ Հապեր, բայց հենց հարցնենք այդ ապրանքները ասեք չկա էլի, ես հիմա էլ հավես չունեմ ամոթա էլի, այդ համետ աղջկան ասա։ Արա դու вообще սուս մնա է։ Դու вообще չէ պետք է Արամի ապրանքը տանես հասցնես իրանց տուն։ Դե հապեր ջան, ոնց որ ինքը խնդրեց, ես էլ չմերժեցի էլի, ասի հիմա տղա է։ Ինքը չի խնդրել։ Ինքը քեզից էլ է դուսարի։ Դրանք չեն ուզում գնալ։ Ասում ես հենց վիճակում Վարուժին չենք ուզում մենակ թողենք։ Արա ախպեր ջան, գնա, ասա արդեն լավ է։ Որ գնամ ասեմ արդեն լավ է, вообще տնից դուրս չեն գա։ Ինչ անենք, ես ինչքան ժամանակ ցես պետք է դերասանություն անեմ։ Գնամ ասեմ քնել ես, կարող է այդ դեպքում թողեն գնան։ Ռուստուն ջան, կարող է դու այսօր չխմես, մոռացա հարցնել քեզ։ Չէ, մերսի։ Ասա այ ախպեր, ասա դու դնի Նատաշա համար էդի պրոբլեմ չի ցավտա։ Չէ, մերսի։ Վարուժը արդեն քնել է, ես էլ եմ ուզում գնամ պարկեմ։ Հարստուն ջան, հեսա մենք սուրճը խմենք ու կգնանք, լավ։ Ախպերից եթե օգնած ես գնա քնի ցավտա, մենք քեզանից չենք նեղալ։ Լավ։ Բարի գիշեր, Ռուստուն ջան։ Բարի գիշեր։ Բարի գիշեր ախպեր ջան։ Մենք դրսից դուրը քաշենք ու վсё, չէ։ Հա։ Ինձ ուղղակի կներեք էլի, ահա որ հոգնած եմ ուզում եմ քնամ։ Գնա ցավտան եմ, կարող այդքանը չենք հասկանում, Ռուստուն ջան, մի տնից չենք, մի օր ենք։ Գնա քնի ցավտա։ Լավ։ Հա։ Արա սրանք միջև վերջի կաթիլը չխմեն չեն գնա։ Ինչ են անում։ Խմում են։ Ախպեր ես որ շարունակվի կասեն վեշները թավքեք գնացեք ստեղից։ Գնամ ես է պարկեմ։ Կարող է որ տենան ես էլ եմ պարկե, դու էլ ես պարկե, քնել ենք, երկուսը թողեն գնան։ Այդ քո լավատեսությունը ընդհանրապես ինձ դուր չի գալի։ Ինձ էլ դուր չի գալի։ Հմբո մենք էլի Արամի հետ կխոսանք։ Բայց իարած առևտուրը ո՞նց է արվելու։ Զանգետ աղջկան ասա, որ այդ ապրանքները ուրիշին է, որ Չէ, այծոմ ջան, ես չեմ կարող զանգեմ, վայ։ Ես հերախոսս ինչի անջտվի։ Вообще ոչ է զանգեն, չի Արամը ճոգել է ըմբոն իրան կրուշի է, հա։ Դու էդ ասա, Մելո ջան։ Ուսուս вообще։ Հեսով է զանգել Անուշիկ։ Անուշիկն է։ Արա։ Անուշիկը մախոյի քարոջ ընկերություն, չէ։ Հա։ Ինչ գործում ես պետք է։
մենք ընկերություն ենք անում, էլի։ Վայ։ Հմբո։ Էդ ինչ է հեռախոսը տանջատել, գիտես քանի անգամ եմ զանգել։ Հա, տեսա անջան, բա ինչ կար։ Հմբո, մենակ ճիշտն ասա, այն ապրանքը որ տարել էիր սոֆայից տուն, ձեր տան համար էիր առել։ Չէ անջան, այդ ոնց որ ասենք գնում էի, ասի ոնց որ դատարկ ձերով չգնամ, էլի։ Էլ մի հա համբարձում։ Միջև սոֆայից տուն գնալը դու արդեն գնումները առել էիր։ Դե հա։ Բա էլ ինչի ես հեքիաթներ պատմում, հա։ Հենց հիմա գնա սոֆայից տնից այդ գնումները վերցրու։ Լավ էլի ան։ Ասացի հենց հիմա գնա վերցրու։ Ուղղակի այդ իմը չի անջան, թե չէ գիտես, ասենք Համբարձում էլ մի երկարացրու։ խր լավ էլի անջան։ Հապեր ջոգելա, որ այդ ապրանքը իմն է, ասում է կարաս գնաս այդ աղջկա տնից վերցնես։ Ահա, դու էլ նեղվում էիր։ Բա որտեղ է իրաց տունը։ Կարող եմ երտան կարամի համար առաքիչ աշխատում։ Տեղեքսենք տղեր տա վերցնե։ Ես գտնում եմ, որ Մելոն շատ ճիշտ է ասում։ Դու սուսելի աղբոր պես սուս։ Եղավ ցավը տանեմ, ոնց ասիր մեռնեմ սրտիդ։ Դուք չեք գնում։ Մենք երեսա երի մի երկու րոպեից մենք էլ փոխվենք, էլի Գեգամ ջան։ Դե լավ ախպեր, դե լավ մնա։ Ես քո ջանին մեռնեմ, դու էլ նայ քեզ առողջանը բան, էլի։ Միշտ լավ տենա գախպես, բարի ճանապարհ։ Լուկայնի արա, ոտի խայնա։ Ճամփիր այդ մարդն ապեր։ Արա ոտի կա մի այդ տղան։ Արև Արա ջանի ոտիլը։ Արև Շատյան ջան, լավ էլի։ Տրամադրությունս մի փչացրել է։ Ինչու կարող եմ ձեզ օգնել։ Վայաչոն ջան, ամեն ինչ նորմալ է, շատ շնորհակալ եմ։ Ես ինքս մենակ ես ամեն ինչը կանեմ ցավը տանը։ Դե անուշար է։ Հա ցավը տանը։ Հələ վեկա ցարա։ Որը կողմի ոտի օրոս խայտարը կես օրկայնի, դու այ ուխտara կոմ։ Օրս սուստաներ ապրանք ես դուրը։ Դու այ ուխ։ Այնտե։ Դայնի արա։ Չորսել խայտարը։ Ալի, ալի։ Արա։ Պոլիսի։ Արա։ Արև Շատյան, լուրջ եմ ասում, դու вообще պրոբլեմ չունես ցավը տա։ Արա ջենետ կդրի այդա։ Ջենետ կդրի արա խայտարը կես արում արթորա։ Յո։ Արև Շատյան, արա մեկը խաթխից էդ կպել, ախպերս արա։ Արա կմորտեմ ցավը տանեմ։ Դու ասիկ ինձ համար միշտ էլ Արև Շատյանն ես եղել, բայց այդ մոմենտը ջելի, բայց դու ուրիշ մարդ ես ցավը տանեմ, Արա, արա ոչ մեկի խաթին չի կմի արա։ Համա դու ջենետ կդրի ա։ Արա սես բան կնի արա։ Մարտին հարփազուղ պահի մոտ արա։ Չես ծաղրալա։ Ez hiç humor arayın. Ara veririm humori. Ez hiç humor arayın. Nasıl yarasın? Cennet kıdır yara. Barış hasaktun ara. Takılıyım ara. Vuruş taka. Ari kesin mekinayım. Zaba yara katru. Arif Şatyancı'nın ambuta yüz kışım çavat. Ana du iş kişi söyle du gönare du keşkes karava tirapedes. Du iş kişi onu. Nesi çavat tane. Lurcem asın problem çıkar. Eski nerri ambutan kıda. Ara Cennet kıdamatı moment çeli. Ari keskati maşkı meçara du. Ara işte ara. Ara mati ara mati du. Mati ara. Es hiç kırakı patici ara es. Çar rast kalık çoralar rast kalık. Մի հատ պատճեմ էլի թակավորություն ջան։ Doğru. Cennet kıdı heru gülüyorum. Dukane patkensiz kum modalu takçanı. Kes patkensiz asem. Daşan alinu daşan fresh. Haytarak gibi ki haytarak. Արև Շատյան ջան, պապայի արև չես պատկերացնում, ոնց եմ նեղում, որ դու ես քշում ապեր։ Aperes ha? Doğru lisi. Çapavori kesmeye daydığa. Hesa tun hasan şey. Meç gidem cartelu vereş dığa. Tu yes kuara matil varur tunena inke mekinan kişi. Sin çorunen kanka mekara. Լուրջ եմ ասում, ես չգիտեի, որ դու ինձ այսքան շատ ես սիրում, ցավը տանի։ То есть кезара. Тут cennet kıdı ay uht. Tu просто
Դժբախտություն։ Ապա մտնում եմ խանութ, որ սիգարետ առնեմ, հելում եմ, տենում եմ, հմբոն չկա։ Ու մի քանի ժամ անգած իրան եմ մանգալի, դրա ոնց կնայեք։ Սուպերմարկետում ուղիղ դու առևտուր ես ցերե։ Հմբոն այնտեղ ինչ կորս կինա։ Ինձ ինչ ես հարցնում այախբեր։ Դե կուզեմ հասկանամ հաջախորդին օգնելը հմբոյի աշխատանքային պարտականությունների մեջ կմտնի թե չէ։ Դե բրատ, մենք կնես չի, որ տենց սովորական կլիենտ ենք այդ խանութում։ Համել հմբոյին վաղուցվանից եմ ճանաչում, տենց պավրասկի խնդրեցի, որ վեշերս օգնի, քանի որ շատ ծանր էր, սիրար հետ հանենք մեր տուն ու ինքն մեծ սիրով համաձայնվեց։ Ապա ինքը վախեցել է դրա համար է տենց ասել։ Ապես ինչ ես ասում, ինչ վախենալ։ Հմբա դու ինձանից վախեցել ես։ Հապեր, դե ասեք, կարող է չտանեմ, հետո ոնց որ մուր պայես, էլի։ Արա դու ինչ ես խոսում վաբշա Ուրեմն լարամ։ Հմբոն կարող է չի հասկացի, որ աշխատանքի ժամին մի քանի ժամով խանութից բացակայելու համար իր վրա կրնախոսակցություն կա, բայց կոնե դու դիք կրնայիր հասկնայիր։ Ապե, համը ինքը իր ընդմիջման ժամին է դուրս եկել, կամ մենք այդքանը չենք ջոգում։ Հիմա ուր է ապրանքը, Սարա։ Ընկերուհու տանը։ Դե ուրեմն հենց հիմի վազելով գնում ես, ընկերուհու տնից բերում ես ապրանքս։ Հասցենք կերտած կբերես։ Ես սնչի պիտի բերեմ։ Որտեվ քո ապրանքն է։ Համարը տվեք զանգենք տաքսի դնային ուղարկեն։ Մենք էլ կդիմավորենք։ Հադիկ արդեն դուք գիտեք։ Դու էցո մյուս անգամ բացիկ ու գործերից այդ ուրիշտեղ գիտեդ մի կողե։ Ամբարը տուր արի նստի մեքենան։ Ուրարի, օրո, հոնաման մուխտար, գյադա չկա կարոչի արա, անը սկծեց էի քեզի ամբարձում, պախիստեից։ Հապեր, արապջան, ես այդ համարը կեզ SMS կանեմ, հա, ուղակի ծուրտ ա դուսը։ Արա սրանք ով են արա։ Արա ներսից չեր բացում, ես հրասիկ ամեսյանից բացեմ։ Ինչը մեր այդ 2012 թվից եկավ 2013 թվական, ով կրասի։ Ինչ եկավ։ Լիքը բաներ։ Յորինակ։ Օրինակ, սերը, բարություն։ Արա հիրիքը տուֆտ ես։ Իմ ասածը նես մի հատ բան է, որ բդի չգար, բայց եկավ։ Պետքա չգար, բայց եկավ։ Ադե տենց որ խորանաս ախպեր, լիքը բան կա, որ պտի չգար, բայց եկավ 2013 թիվ։ Ինչը։ Դե օրինակ հելմանը, որ գցում ես, պտի վաբշե չգար, անկապ էր դրա գալը։ Չէ, ապենյակ։ Պոպոքը բդի չգար, բայց եկավ, որտև չկարեց է նրա 12,000 դրամով ծախին։ Ամենք ախպեր, 16,950 դրամ տվինք վարունգին, կերանք ոնց որ սովորական վարունգ գրներ։ Հա, բա ինչ պետք է լիներ որ։ Ախպեր 16,950 դրամ 10 վարունգի կիլոին ու սովորական վարունգ գրնի։ Գոնե մեջից մի հատ ոսկե ձկնիկ դուրս չգար, ասեր, ես կկատարեմ ձեր 3 ցանկությունները։ Մանավանդ որ վարունգի 87%-ը ջուր է, չէ՞։ Կամ ասենք մի հատ աղջիկ դուրս գար մեջից, ասեր, արի քեզ մի հատ պաչեմ։ Ու անհետանար։ Մենք էլ մեր խանութում բլինչիկի լիստը մի հատ է էլի, 8000 ենք դրել։ Դու գունի ծախվավ։ Հա, բա ինչ, 3 հատ ծախել ենք։ Գոնե մի քիչ էժան դնեիք այ ախպեր, որ լավ ծախվեր։ Չէ, դե էժան դնեիք, մեկ առնելու ենք այնքան ինչքան որ առանք։ Էս հենց ավելի լավ էր էլի։ Մի հատի պատրաստման համար 5 դրամ ծախսեցինք, 8000 դրամ շահույթ ունեցանք այ ախպեր։ Լավ է այ ախպեր, սաղ սուտ է։ Բա ինչ է։ Մուֆտ այդքան փող ենք ծախսում, գալյանց նման նոր տարին ջուգում ենք փող չմնաց մուդներս է։ Ամեն տարի նույն բառն ենք ասում, ու ամեն տարի նույն ջերմ երանդությամբ սպասում ենք էլի նոր տարվան։ Այազգիծի ապիկն է։ Տիկիլը բարիշի։ Հա։ Ապա մխոենք ստե, հա։ Ուրեմն դու մխոյնց համար ես, հա, եկեցի ապիկ։ Հա, ապա ուզում էի տայնայի մոտ։ Դե արի տես ապեր։ Արենում ախպերներում։ Է։
Привет. Привет. Сепик же. Լավ դե ծյապիկ, սեն շլավ։ Ես կնեմ ենք, որ կարմիտը չոր տղայնյակա, ասենք, դուս խոսքը իրեսին ասողա բանա, բայց դե իրան տենալուց է ուրախացի մի քիչ, այ ապենյակ։ Մտ գրկեք էլի իրար ախպեր։ Ապա լավ էլի։ Եկեք ամեն մեկս մեր դարդով տապակվենք կլինի։ Չնա ես ճիշտ ասում եմ։ Ձեր հատնա լազավի ընկերություն է, չէ։ Եքուս միսոր որ մեկը հնարավորություն չունեցավ մյուսին հյուրասիրելու, մեխանիկորեն էլ իր ընկերնյակը չի լեմ։ Արա բայց դուզ ասում ախպեր։ Հա բայց դզում է այդ ընկերությունը կավարվի։ Չէ։ Դզի չդզի էտա։ Լավ ախպեր, արի իմը բարիշենք, հետո մի բան կմտածենք։ Լավ ախպեր, արի։ Մելացից։ Վաղվանից կգաս կլինի կա, առանց կեզ օրը սոր չի ծյապիկ։ Ապե, բայց պացիենտներիդ խոսալու եմ նենց, ոնց որ ճիշտ եմ գտնում է, լավ։ Եղավ ապե։ Քուարակամը Որի ստոնդրի սա դու նայուխտ սենց բանեն անում հարա Արա սենց ինձ մի օր ինֆանտիկ հասնի հարա Այդա որի ինձ գորնաշն Ինչ չի եղել այ բռա։ Դա ինչ դինի Լսա նայ էլի նայ սանը նայ ինձ նայ Ուրեմն ընկերոջս ծնունդին ինձնից ավելի շատ է խմում է հետներ կենացներ ասում մի հատ էլ ուրեմն վեկալ ես վեշը հազի բերում եմ մինչև մեքենա ճամփի մի խայտարակ արեց խայտարակ Այ Վրամ ջան, հանգստացի։ Առողջությունդ խնայ էլի, խնդրում եմ։ Այ մերեմ ջան, Մարգարիտա ջան, սանման ուխտերը թողնեմ, որ ես հանգիստ խաղաղ ապրեմ։ Լավ, արի գնենք պարկի հանգստացի։ Սպասի, ես սան ինչ անում, որ ես չգիտեմ ջան, արա, կմորթ եմ արամ ես քեզ։ Սրբի, ուրեմն մի հատ տաքսի կանչի։ Էս ապրանքին գցում ես մեջը, որ տանի։ Ուր։ Կարմիր բնուր, ինչքան հերո այնքան լավ, որ սրա երեսը վաղվանից չնայամ, հասկացար սրբու ինչ եմ ասում, հասկացար, դու Մարգարիտա, դու մի հատ տենայի ինչ կենասներ ասում, գլխից ախմախ, համադա է դա, համադա։ Վրեժ։ Ջանա։ Էս ինչ է հալդ։ Էս ինչ ես այսքան լակել։ Են ախպերնա, էզում քուրնա, այ էզում խվարարնա մերրեմ կեզ, ես ինչ լավ արա։ Լսի, սրատակից ոնց ես դուրս գալու։ Վաղ Արև Շատյանը քեզ վերցնելու է դուրս շպրտի ստեղից։ Սրբուի, եթե վաղը Արև Շատյանը իրան լավ դրսևորեց, կվեկալ եմ մոտը շոֆեր։ Եթե իրան լավ չպայեց, կրճատոտման տակ պտի կծեմ հետացրամը տանը։ Կարայս ինչ լավ է։ Նա այս բանի վրա վիզես ցաված դրան ռշտունի կողքը մի քիչ բարգեմ որ պրիստուպ ունենա ցեն կտաս մեծ դրի ոչիտ կանես չնայես որ գնացեք Գնա Վերմակ որդ ես ճարեմ ստեմ։ Ռաշտուն։ Այ ախպեր մի հատ վերմակ դու գցեմ վրես մեռա։ Զելը չեք գնաց, է։ Սուսե կոտորվան կայ ախպեր ես ինչ բերեց վարուժը մեր գլխին։ Նա դաշանել աստ է։ Այն էլ ընդ կոտորվում։ Բա ինչի չեք գնացել։ Շատ կոպետ նա ախպեր եկել ես տեկո կայֆերով քնել ես։
Որ այդ տղան մի բան լինի, ով է գերություն։ Վերմախ դու։ Ինչի՞ ես եկել։ Այս անգամ ձեր ընդհանուր ծանոթն էլ քեզ չի փրկի։ Ինչ այդքան վատ են պայել ինձ ծրկույ։ Այդքան խմում են վրեժ։ Հա, խմում են։ Մի անգամ տեսել եմ լուրջ եմ ասում, թե հոպարս այնքան էր խմել, որ տվել էր իր շեֆի չանեն ծառել էր սրբուի։ Յո, դե ասա Արևշատյանը լավ է պրծել էլի։ Այդ չի ուզում ասել։ Գնա տես ինչ ասում։ Այսինքն էլ ուր գնաս, արդեն գործից ազատել պրծելը։ Ոնց։ Սպասիլ այդ տղա։ Դա Զանգեմ Միրզոյանին։ Ասեցի քեզ էլ ոչ մեկ չի փրկելու։ Բա ինչ անեմ։ Գնամ ասեմ, պարոն Արևշատյան, կներեք էլ չի կրկնվի։ Յո, կներեք ու վերջ, հա։ Դե կներեք։ Հա եթե կուզի կարա մեջքն էլ տրորեմ։ Ձերտս ինչ գալիս է այդ եմ ասում, ինչ ասեմ։ Ղեք, երեխեք, դստուն, վարուժը չկա։ Ոնց չկա։ Չկա, տենց արտնացա տեսնեմ չկա։ Պրստուպը բրնել, հա։ Արշտու։ Ուր ես։ Մեքենայից մեջ։ Ուր ես գնում։ Չգիտեմ, ու էլ ընդհանրապես քոտուն չեմ գալու ապեր։ Լավ թարգի վարում։ Ախպեր ինչը թարգի է։ Մարդը քնածելի զարտի տենա ինչ որ Նատաշայրը ոտերի տակ խրստում է։ Պարոն Արևշատյան, եկել եմ, որ ձեզ ասեմ շատ շնորհակալություն։ Բա չեք հարցնում ինչի։ Ինչի հարցնեմ այդ տղա։ Արդեն գիտեմ, որ քեզ հանել եմ աշխատանքից։ Չէ, պարոն Արևշատյան։ Իմ առողջությանը նպաստելու համար։ Պարոն Արևշատյան, երեք ես իմ քեֆի համար չեմ խմել, լուրջ եմ ասում։ Բժիշկը որ երեք ստուգեց, ասաց այրանդ մեջ խոլեստերինի քանակը շատ մեծացել է ու շատացել է։ Ասացի, բա ինչ պիտի անեմ, բժիշկ ջան, ասաց մեծ քանակությամբ պետք է ուղի խմես, որ սենց ծախ քերի, թափի, մաքրի։ Ես էլ ասացի, բժիշկ ջան, ախր ինձ մի տեսակ հակացված է խմելը, առանց էլ չեմ սիրում խմել, ես էլ վարուրդ տղա եմ, պետք չի էլի, ասաց մենակ էտ է ելքը։ Մենակ կերի տապի չէ։ Հա, վրեժ, բայց դու մեծ ապագա ունես, ինչ ես եկել իմ մոտ վարորդ աշխատում, այդ ցավը տարեմ։ Խորեզիրդ, վարորդ մի տապի, հա։ Պարոն Արևշատյան, եթե վերջի ստադիան չլիներ, ես այդ քայլին չէի գնա, ճիշտ եմ ասում։ Ուղղակի էդ էր միակ ելքը, ինչ անեմ։ Հա, բժշկի թղթն էլ ընդեղ է, կարամ բերեմ ցույց տամ։ Չէ, ոչ մի բժշկի թղթեր պետք չի բերել ցույց տալ, վրեժ ջան, ուղղակի սենց ենք անում։ Ստեյս դուս ես գալիս։ Հա։ Ու այս տան ճանապարհը մոռանում ես։ Ասենք այն ծրագրամա, որ մինչև հիմա քո մոտ եղել է, խառնում ես, էլի։ Ես այս տան ճամպեն չեմ կարա մոռանամ։ Չէ։ Դա ջան, ուրեմն ուշադիր լսի, եթե շատ աշխատես քո վրա, հաստատ կմոռանաս։ Դե հիմի քանի չեմ ջղայնացել, շուր արի ու գնա։ Գնացա վտան, գնա։ Ախր, պարոն Արևշատյան, ուզում եք անպայման, որ Միրզոյանը զանգի ու շշպռի, որ բան անեք, ցավը տանեմ։
Ինչ անի այդ տղա։ Կանգնիլ։ Տեղ չգնես, արիլ։ Կանգնի չփախնես։ Քո հետ վրեժ։ Կային արա։ Արես մեջ, չփախնես արա, չփախնես։ Ես չեմ հասկնա, տեղ մեկում չկա բաժնցնը դրանց։ Մելոջան ունեցեն բխմելում իրար բաժանել կլինի ապեր։ Համեդի խանութն ես աշխատող տղեկի չկա, սարեք մի հատ բաժնցրեք։ Եղավ ջիգար ջան։ Դե փորձանք են ծոսոնք։ Հա, բարոն Արաքշաջան։ Մելո, իմացել ես որ են առաքիչ Կարոն խանութի մենեջերին ա դպել։ Հա, գիտեմ, մի այնտեղ քիշը։ Արա այդ լրիվա ցնդե այդ տղա։ Շուտ հասին դες ինչա ուզում։ Հա, մի այնտեղ քիշ։ Վրամ ձեզ բարև ձեզ։ Վայ, էսում համով Անուշիկն է եկել ու Անուշիկ իրա ոտքով ինձ հիմա ուրախացնում է։ Ոնց ես ցավը տանում, ասա։ Այդքան էլ լավ չեմ։ Ինչի։ Դե, որովհետև Վրամ ձեզ, ինձանից չնեղանաք, բայց ես էլ Մխոյի հետ ոչ միտեղ չեմ գնալ։ Հա, բայց ինչի։ Դե, որովհետև ինքը իրականում իմ հետ ոչ միտեղ էլ չի ուզում գա։ Այդ անում է նրա համար, որ դուք իրան փող տաք։ Ոստ է։ Հա, այն օրն էլ որ գնացել էինք սրճարան, մի բաժակ սուրճ հյուրասիրեց, հազիվ։ Հետո էլ ինձ արագ ճանապարհեց, որ ընկերների հետ կերու խումանի։ Տեսնում ես այդ աֆերիստին։ Այդ դրա Մխո։ Վրամ ձեզա, ես գնամ Իրենչոյի մոտ, հա։ Հա, դու բարձացի, բայց Վրամ ձյաձյայի վրա չկասկածես։ Հիմա ես այդ Մխոին անենց եմ մշակելու, անենց որ այդ չես պատկերացնի։ Գնա ցավոտ։ Մխո։ Այդղա, ուրեմն են փողերը, որ տվել էի քեզ Անուշիկի հետ տեղ գնալու, հենց հիմա հանի դի սեղանին։ Ետեսնյակ ջան, այդ փողերը խինոր է ծախսվի։ Ընկերների հետ այդղա։ Լսի, ես էլ թազա ձևեր, հա, ատեսնյակից հետ փող պոկելու, հա։ Չի այդ։ Արա ինչը չէ այդղա։ Ես ինչ թազա ֆրիկներ են, մխո։ Ուրեմն լավ իմացի, որ ես սրանից հետո քեզ ոչ մի կոպեկ էլ չեմ տալու։ Բայց դա չի նշանակում, որ դու Անուշիկի հետ այլտեղ չես գնալու։ Լավ էր գնալու ես, բայց միայն զբոսնելու։ Մելոջա, ջիգեր ջան, մենակ տենես Կարոն դրան ինչ օրը գցեց։ Որտեղ են ամի։ Ապեր Կարոն գնաց, բայց մենեջերը ստեղ է։ Հենց սա տեստե հարմարը թող դուս կա։ Մելոջան, ճիշտ կանես այդ Կարոյին գործից հանես, ապեր։ Առաքիչի գործից վատ ազգում։ Վատ կզգա թող գլոխը պատին տա։ Ինչ է դա ապեր։ Այ Մելոջան, էլ ուրիշ մարդ չկա վեգալ է գործի դրան եք վեգալ է։ Եկե վրես մունաթա գալս ապրանքը չի ծախում։ Ես ինչ անեմ։ Բան չէ, ախպերը սխալերը։ Ես իր հետ կխոսամ։ Ցավը տանեմ, մինչև չգա, ներողություն չխնդրի, ես ձեր ապրանքը չեմ վեգանելու։ Հեսա կզանգեմ շեֆին եք ասեմ։ Չէ, շեֆինս էլ պետք չէ։ Բայց ես իր հետ անպայման կխոսամ ու գանք ստեղ իր հետ։ Լավ։ Դուք յանցեք ձեր գործերին արա։ Եղավ մեն։ Անուշիկ, ուրեմն ինձ ասա ով է քեզ տես բան ասի, որ ես այդ փողը վեգալում եմ, յանի քեզ տեղ տնելու այդ մասկով ու տես փող եմ աշխատում։ Ինչի պարզ չէր, Մխո։ Անուշիկ, ասում եմ, ով է քեզ տես բան ասի։ Ստե երկու տարբերակ կա, Իրենչոն ու Չփլին։ Իրենչոն կարգին տղա է, չի կարա տես բան ասածելի, անում է Չփլին։ Մխո, ես արդեն ասացի։ Ամեն ինչ շատ պարզ էր ու կարիք չկար, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան ինձ ասեր։ Պարզ չէր։ Դու տես տրամաբանական հարցերի շուրջ քո ուղեղը չես կարա աշխատցնես։ Դու կարաս։ Դե ուրեմն դու էլ տրամաբանի։
Մե խզարած արի մերյան, որ եսակ ու խզարման երեկոն է։ Բարյար։ Կարող առանձին խոսալու բան կա։ Ասա։ Ասեմ առանձին, նստի ավտում։ Կարո։ Եթե այդ խանութում մեր ապրանքը չի ծախվի, դիք չի նշանակի, որ մենեջերն է մեղավոր։ Այդ քո տեսանկյունից ես դու ասում, բայց մեր տեսանկյունից ودից էլ բխել է այդ ագրեսիվ գործողությունները ոնց որ ասում է, հենց մենեջերից է կախված։ Այդ մենեջերը իմանալով որ ես եմ իրան ապրանք տանում, անտեսում է իմ ապրանքը։ Կարո չի անտեսում, ուղղակի սովորաբար ամանորից հետո խանութներում առևտուր լավ չի լինում։ Ախպեր անտեսում է։ Դրա համար էլ մի երկու ճլոթի կերա, որ իմանա որը որից հետո է։ Լավ, մի այդ խանութը մեզնից ապրանք էլ չի ստանա։ Դու դորին չեք վերաբերվից, դիք նորմալ է, հա։ Լուրջ եմ ասում, ես էլ ձած վրամին ուզում եի ասել, որ դրանց էլ վապշե ապրանք չտանք։ Այդո։ Բայց գյադենով ա եղել, որ իրա կյանքով մեկ։ Կարո, մենք մի իրավունք չունենք, որևէ խանութ ձեռներիցս բաց թողնանք։ Ու դրա համար մի իրար հետ գնում ենք այդ խանութ։ Մենեջերի հետ զրուցում ենք, թարգում ենք ու անցնում գնում է։ Ախպեր, ես դրա հետ խոսալու բան չունեմ։ Ու վապշե այսօր աշխատելու տրամադրություն չունեմ։ Տրամադրություն չունես, կարաս ընդհանրապես գործի չգաս։ Այդ արդեն դու ինձ պետք է չասես։ Ահա, պարոն Արարողյան։ Հենց հիմա արի գրասենյակ։ Լսում ես մենու։ Բայց ինչի այդ տոնով։ Արի կասեմ։ Այ քեզի բան։ Ուրեմն լսի երկու հոգի կան, որ Կարանետի Անուշիկին ասածել են։ Իրենչոն ու դու, իրա մոդիկ ընկերուիները։ Էդ ես էլ տենց ընկերուհի դառա, հա։ Իրենչոն ձև չկա ասածելի, չփլե։ Մնացիր դու։ Ապե հա ես եմ ասել։ Զանգեց ասեց մխոն ինձ ինչի է տանում սրճարան, որն է իրական պատճառը։ Ես էլ ասի դա հատեց այդ քեզ փող ա տվել ու դու չես ուզում որ այդ փողը կորցնես, հա։ Ես ինչի չգիտեմ, որ դու ես Անուշիկի ամենամոդիկ ընկերուին։ Այախպեր նեղված էր, չասեի։ Արա դու իմ միակ փող աշխատելու ճամփին փագիր չփլե։ Մի ոնց ես դրա տակից դուրս գալու։ Ու ճիշտ էր հա տես ճամփով փող աշխատելը։ Արա հիմի ճիշտ էր, ճիշտ չէր, մի հետ էր։ Մենք էլ տենց էինք մեր գլխի ճարը տենը, ախպեր ջան։ Ուրեմն սենց է ձևը, ապերնյակ։ Դու ես փչացրի սաղ։ Դու է բդի սարքես։ Ոնց։ Ոնց ուզում ես։ Այսօր նենց ես անեմ, որ ատեսնյակը ինձ էլի փող տա, Անուշիկի հետ տեղ գնալու համար։ Դավայ, անցար գործի։ Ախր պարոն Միրզոյան ջան, ես մեղք չունեմ, Արևշատյան ընկերներն էին ստիպում որ խմեմ։ Ասում եմ լյարդի պրոբլեմ ունեմ։ Սրանք թե հա խմի։ Հա, հիմա լյարդից ցավից պայթում ամեջքս։ Լավ, էսա կտա։ Դու սարի դա, դու սարի։ Ես արդեն թխկացնել, դուրը ծեցել, կարելի է չկա հարց է։ Արևշատյան ջան, Միրզոյանն է, պարոն Միրզոյանն է, ուզում ես այդ խոսել։ Ո՞նց Միրզո։ Հա, Միրզոյանն է։ Արա, ինչի ես սանկտվես մարդու, դու այ մուն դար, արա։ Բարե պարոն Միրզոյան ջան, ոնց ես ցավտեմ, պարոն Միրզոյան, մի կորը, սպասի, ախր ես մարդու հետ էլ չինում աշխատել։ Պարոն Միրզոյան, չես ասկա, որ, ախր, անտանելի մարդը, երեք էի վիճակի էր հարփած, որ մենակ տեսնեիք։ Հասկանում եմ, պարոն Միրզոյան ջան, դուք ոնց կասեք իհարկե տենց, բայց ցավը տանեմ, ախր ես ես թե լավ ոնց կասեք, գիտեք, դուք որ ասում եք, ոնց որ ինձ համար ասեք Աստված ասած տենց հա մեռնեմ, լավ եղավ ցավը։
Արա։ Դու ես ինչ մարդ ես այդ տղա։ Արա դու մարդ ես թե մարդ չես, արա։ Արա ինչ ես այս մարդուն զանգտվել։ Ինչի՞։ Պարոն Արևշատյան ջան, անկեղծ եմ ասում, ես համարյա իրան բան չեմ ասել։ Ինքն ա զգացել։ Արա։ Ինքս ես քնից վեր թռավ, ասեց վրեժ, ու հասկացա, որ վրեժի գործից հանել եմ, հա։ Դե հիմա տեսնում եք, ինչ ասում եմ, չեք հավատում։ Դու լսի, այ վրեժ։ Սկի դու քո խոսքին չես հավատում, ես որտեղից հավատամ քեզ, հա։ Հետո ոնց ես պատկերացնում սրանից հետո մեր իրար հետ համագործակցություն, հա։ Օրինակ ես չեմ պատկերացնում, վրեժ, հավատա, ես քեզ տանել չեմ կարող, հասկանում ես սա։ Իսկ ես ձեզ ահավոր շատ սիրում եմ, պարոն Արևշատյան ջան։ Ես ինչի ես ինձ ուրեղ, գործերս լավ է։ Աբա ոնց, Անուշիկին համոզել եմ հետը տեղ ա գալու։ Անուշիկին համոզել է հեչ, դու ասա տեսնյակին համոզես, որ փող տա։ Ատեցիդ հետ էլ կխոսամ, բայց հավատա, որ Անուշիկի համաձայնությունն էլ էր կարևոր։ Հե, իսկ ուր ենք գնալու, եթե գաղտնիք չի։ Ֆիթնես ակում։ Շուտ տարա հետ շորերը պատրաստում։ Ուր ասիր։ Դու ինձ գոլդից անել ես։ Սոնը ցածր ծրավ դու սարիսներ։ Դե տենց մեկը չի ծնվել, որ ինձ գոլդից անի լսում ես։ Ստեղ են խոսալ մոսալ չկա։ Բայց ինչի համար ես եկել ախպետ։ Դրան պատի լղեն։ Դու ես շորերով չես պարապելու, Անուշիկ ասում եմ։ Պարապելու ու ձեռքես էլ թող։ Ես տեղի մարզիչն եմ, եթե ինչ-որ հարց կլինի, կարող եք դիմել։ Ախպեր լավ, ստե մի հատ մատուցողի բան չկա, ասենք պիվաբերից զբաղվենք մի քիչ։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։